առաջին զեկուցող հարցը համար 4 2026 թվականի ընթացքում Սևանա լճում ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսի չափականակները եւ ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները սահմանելու մասին զեկուցող շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյան, պարոն Մկրտչյան, խնդրեմ։ Մեծարգո պարոն փոխվարչապետ, հարգելի նախարարներ եւ գործընկերներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում 2026 թվականի ընթացքում Սևանա լճում ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսի չափականակները եւ ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները սահմանելու մասին կառավարության որոշման նախագիծը Սույն որոշումով 2026 թվականի համար նախատեսվում է սահմանել Սևանա լճում սիգի արդյունագործական որսի 550 տոննա չափականակ, որսի իրականացման ժամկետը սահմանում ենք սույն թվականի փետրվարի 6-ից մինչև նոյեմբերի 20-ը։ Որոշման մշակման համար հիմք են հանդիսացել 25 թվականին Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կողմից իրականացված Սևանա լճում ձկան պաշարների հաշվառման տվյալները, համաձայն որի 25 թվականի տարեվերջին լճում սիգի ընդհանուր պաշարը կազմել է 3591.8 տոննա, որից արդյունագործական ողջ պաշարը կազմել է 1373.9 տոննա։ Գիտական կենտրոնը ըստ պայմանագրի 26 թվականի ամռանը կիրականացնի ուսումնասիրությունների երկրորդ փուլը, որի հիման վրա կսահմանվի հավելյալ չափականակ աշնանային որսաշրջանի համար։ Ավելացնեմ նաև, որ համաձայն հարկային օրենսգրքի փոփոխությունների 26 թվականին սիգ ձկնատեսակի համար բնօգտագործման վճարը 1 կիլոգրամի դիմաց սահմանվել է 200 դրամ, նախկին 65 դրամի փոխարեն։ Բնօգտագործման վճարները կվճարվեն ոչ թե փաստացի օգտագործված ծավալի, այլ տրամադրված չափականակի համար։ Ներկայացնեմ նաև որոշ տվյալներ նախորդ տարիների վիճակագրության վերաբերյալ։ 2025 թվականին մենք ընդհանուր սահմանել ենք 1123 տոննա որսի թույլատրելի չափականակ 3 փուլով։ Առաջի փուլում 314 տոննա, երկրորդ փուլում 189 տոննա եւ երրորդ փուլում 620 տոննա։ Փաստացի որսվել է 1103 տոննա, վճարվել շուրջ 72.5 միլիոն դրամ բնօգտագործման վճար։ 24 թվականին ընդհանուր չափականակը կազմել է 679 տոննա, երկու փուլով 257 եւ 422, փաստացի որսվել է 652.5 տոննա, վճարվել 44.1 միլիոն դրամ բնօգտագործման վճար։ 23 թվականին սահմանվել է ընդհանուր 600 տոննա չափականակ կրկին երկու փուլով, յուրաքանչյուր փուլում 300 տոննա, փաստացի որսվել է 366.1 տոննա, վճարվել 25.4 միլիոն դրամ բնօգտագործման վճար։ Հարգելի գործընկերներ, ինչպես տեսնում ենք, այս տարիների ընթացքում աճ է նկատվել եւ որսի սահմանաչափերի եւ փաստացի որսված ձկան չափականակների, ինչպես նաեւ վճարված բնօգտագործման վճարի չափով։ Խնդրում եմ հաստատել նախագիծը։ Շնորհակալություն, պարոն Մկրտչյան։ Դուք նշեցիք, որ 2024 թվականին հաջորդող ժամանակահատվածում մենք իրականում ավելի վստահ լինելով, որ Սևանում սիգ տեսակի ձկնատեսակի քանակությունները այնքան են, որ 1000 տոննան գերազանցող չափականակով որսը չի կարող վտանգել բնապահպանական խնդիրը կամ ձկան անհրաժեշտ քանակները եւ 2025-ին եւ ենթադրվում է, որ նաեւ 2026-ին, որովհետեւ առաջին հաստատմամբ մենք արդեն քննարկում ենք 550 տոննա չափականակ հաստատելու հարցը, դարձել է հուսալի տեղեկություն։ Ինչ աշխատանք է նախորդել նրան, որ ես գիտեմ նաեւ, որ 2024 թվականին նախարարությունը համագործակցել է փորձառու այդ ոլորտում չափումներ իրականացնող միջազգային կազմակերպությունների հետ եւ այն եզրակացությանը, որ հանգել է այս ընթացքում, մեծամասամբ նպաստել են նաեւ այդ աշխատանքները։ Կպարզաբանեք, թե ինչ է ընկած եղել այդ աշխատանքների հիմքում եւ արդյունքում եւ դա ոնց է օգնել կառավարությանը հետագա ժամանակահատվածի համար վստահ լինել, որ մենք ավելի շատ չափով ձկան որս թույլատրելով կարող ենք երաշխավորված ձևով մտածել, որ դրանով որևէ բնապահպանական խնդիր չենք առաջացնելու։ Շնորհակալություն, պարոն փոխվարչապետ։
Ինչպես արդեն նշեցի, ուսումնասիրությունները շրջակա միջավայրի նախարարությունը պատվիրակում է Գիտությունների ազգային ակադեմիային եւ վերջին 3 տարիների ընթացքում նրանց ուսումնասիրությունների հիմքով են սահմանվել չափաքանակները, սակայն այո, չենք բավարարվել միայն մեր Գիտությունների ազգային ակադեմիայի իրականացված ուսումնասիրություններով, մենք համագործակցել ենք միջազգային մեր գործընկերների հետ, մասնավորապես Չեխիայի ոլորտում շատ մասնագիտացված փորձագետների հետ, որոնք իրականացրել են անկախ ուսումնասիրություն եւ նրանց ներկա իրականացրած ուսումնասիրությունների թվային տվյալները գրեթե նույնական էին Գիտությունների ազգային ակադեմիայի իրականացված թվային տվյալների հետ, ինչը մեր համար լավ հիմք է, բավարար հիմք է հիմնվելու հիշյալ ուսումնասիրությունների արդյունքների վրա։ Նշեմ նաև, որ ուսումնասիրությունները իրականացվում են ոչ միայն չափաքանակների վերաբերյալ, այսինքն ձկան քանակի վերաբերյալ, այլ նաև պարզվում են արդյունագործական որսի չափաքանակները, ինչը պայմանավորում է ձկան չափով եւ տարիքով։ Եվ ինչպես նշեցի, արդեն 25 թվականի համար ընդհանուր 3591 տոննայի մեջ, ընդհանուր ձկան պաշարի տոննայի մեջ 1373 տոննան արդյունագործական չափաքանակն է եւ որի 40%-ով մենք հիմա թույլտվություն ենք տալիս որսի չափաքանակի վերաբերյալ։ Բացի այդ նաև արգելված ժամանակահատվածում, որը սկսվել է նոյեմբերից մինչև փետրվարի 6-ը, իրականացվել է նաև գիտական որս Գիտությունների ազգային ակադեմիայի եւ շրջակա միջավայրի նախարարի փորձագետների կողմից սիգի ձվադրման փուլերը հաստատելու եւ ժամանակային փուլերը վերահսկելու համար եւ ժամանակահատվածը, որ սահմանում ենք արդեն որսի թույլտվությունը, մենք ընդգծում ենք, որ ձվադրման process-ն ավարտվել է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Մկրտչյան։ Հարցեր, հարգելի գործընկերներ, չկան, ովքեր են դեմ նախագիծը հաստատելու։ Դեմ չկա, նախագիծը հաստատված է։